Ողջույն ձեզ։ Եկեք խոսենք։ Ուզում եմ խոսել մեր եկեղեցու, Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու առողջ մտածող հավատացյալների հետ։ Հիմա կհասկանաք ինչի եմ ասում առողջ մտածող հավատացյալների։ Ոմանք ասում են ձեր գործը չէ, դուք իրավունք չունեք խառնվել, ոմանք էլ ասում են մեզ դա չի հետաքրքրում, դա մեր գործը չէ։ Որոշ հոգևորականներ ասում են, որ դուք իրավունք չունեք խառնվել եկեղեցու գործերին, եւ որոշ ծայրահեղական կամ ֆանատիկ հավատացյալներ ասում են մեր գործը չէ, մենք չենք խառնվում։ Ու հենց այդ պատճառով էլ ուզում եմ խոսել առողջ մտածող հավատացյալների հետ։ Դժբախտաբար այդ ծայրահեղական, այդ ֆանատիկ հավատացյալներին այդպիսին դարձրել են, որպիսի իշխեն, որպիսի տիրեն, որպիսի հրամաններ իջեցնեն եւ նրանք էլ առանց մտածելու այդ հրամանները կատարեն։ Մինչդեռ հավատացյալները, առողջ մտածող հավատացյալները մեր եկեղեցու, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու ամենակարևոր մասնիկն են, անբաժան մասնիկն են, այսինքն եթե չկան հավատացյալներ, ուրեմն եկեղեցու կարիքը չկա, ուրեմն այդ հոգևորականները անելիք չունեն։ Իսկ մեզ ասում են դուք իրավունք չունեք խառնվել, ինչը մեծ սխալ է։ Հարգելի առողջ մտածող հավատացյալ, եթե դու պատասխանատվություն չես կրում քո եկեղեցու համար, տվյալ պարագային Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու համար, ուրեմն իմացիր, որ մեր եկեղեցին վտանգված է։ Վերջերս մի բուդդիստ բարձրացել էր մի բարձր ժայռի վրա եւ այնտեղից իրեն ցած գցել։ Ինքը մտածում էր, որ իր Աստված իրեն թույլ չի տալու, որ ինքը ցած ընկնի ժայռից եւ մահանա։ Բնականաբար նա ժայռից ցատկել էր եւ մահացել էր։ Աստված մեզ չի ասում, գիտեք ինչ կա, ձեր աչքները փակեք, այդպես գլուխներդ իջացրեք ներքև, բարձրացրեք, ծունկի եկեք եւ վերջ։ Աստված մեզ տվել է խելք, բանականություն, որպեսզի մենք մտածենք, որպեսզի ճիշտն ու սխալը իրարից տարբերենք, ճշմարտությունը իմանանք։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Հետևաբար մենք հավատացյալներս ոչ միայն պիտի անենք, մենք պարտավոր ենք պատասխանատվություն կրել մեր եկեղեցու համար։ Հարկավոր է ճանաչել հոգևորականներին, ոչ թե իրենց մորուքի երկարությամբ, այլ հարկավոր է ճանաչել, թե այդ մորուքի տակ ով է թաքնված, ով է մեզ տանում դեպի փրկություն։ Հուսով եմ, որ կմտածեք իմ ասածների համար։ Բարի օր ձեզ։ Ուզում եք հաղթել, ուրեմն հարկավոր է հավատարիմ մնալ բոլոր այն խոստումներին, որոնք որ առաջին հերթին դու տվել ես ինքդ քեզ։ Հարկավոր է չդավաճանել այդ խոստումներին։ Հարկավոր է հավատարիմ մնալ բոլոր այն սկզբունքներին, որոնց դու հավատում ես։ Հարկավոր է քրտնաջան աշխատել այնքան, որքան որ հարկավոր է, որովհետև հաղթանակը իր չէ եւ այն ուղղակի չի տրվում։ Հաղթանակի համար հարկավոր է երկար պայքարել։ Աստված մեզ տվել է բոլոր այն գործիքները, որոնցով որ մենք կարող ենք հաղթել։ Ուրեմն գնա քո հաղթանակի ետևից։ Բարի օր քեզ։